Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Ռևյուն է։ Տեսակապով կզրուցենք Կալիֆոռնիա Courier թերթի գլխավոր խմբագիր ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սասունյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Ես էլ ձեզ շնորհակալ եմ։ Պարոն Սասունյան, փաստացի եկեղեցու դեմ արշավը շարունակվում է, իշխանությունները շարունակում են նույն ոճով գործել, միացել են որոշ եպիսկոպոսներ, դուք այս իրավիճակի հանգուցալուծումն ինչ կերպ եք տեսնում։ Ուրեմն նախ ասեմ, որ ինչ որ տեղի ունենում է վերջին ամիսներին, շաբաթներին շատ ամոթալի է, եւ մենք աշխարհի առաջ խայդարակ ենք լինում, որտեղ մեզ աշխարհը ճանաչում է որպես առաջին քրիստոնյա ազգը, եւ հիմա որ տեսնում եմ պետությունը եկեղեցու թեմ այսպիսի արշավներ է սկսել, դա շատ վատ անդրադառնում է եւ որոշ գրոնական գայքեչեր Եվրոպայում, Ամերիկայում արդեն գրել են այդ մասին բավական քննադատական ոճով։ Ինչ վերաբերում է հագամարտության, ես դարբեր կարծիքի եմ, քան ինչ որ Փաշինյան արտահայտում է, ասում է որ չէ, էսի եկեղեցու թեմ չէ, կաթողիկոսի թեմ է, բայց ցեզդան մի քանի փաստեր, որ իր ասածը սխալ է, չասելու համար սուտ է, որտեվ եթե վեապարի թեմ է, ինչ է պատճառը, որ 4 հատ եպիսկոպոս, արքեպիսկոպոսներ բանդարգվում են, հետո նոր պետությունը երեգեր հայտարարեց, որ հետ այսու պետությունը հողադարա չի դալու եկեղեցին ծրիապար, որ եկեղեցի կառուցեն, այլ միան փող տալու են, բայց հողադարածքը պատկանելու է պետության։ Էդի ո՞ր գապ չունի էսի դե վեհապարով է։ Էսի եկեղեցու թեմ ոդոնցկություն է եւ դեմ գարցը ինչ վերաբերում է ինչ լուզում տեսնում եմ, ես հետեւյալ լուզումը առաջարկում եմ, որ Վարշավեդի եւ վեհապարը առանցին նստեն մի սենյակում, իրերը զրուցեն եւ առանց նախապայմանների, որտեւ երբ որ հասցրեցին Վարշավեդին, Վարշավեդը ասաց, որ ես կհանդիպեմ իր հետ միայն մեկ պայմանով, որ ինքը իր հրաժարականը տա։ Այդպիսի հանդիպում անօգուտ հանդիպում է, անարդյունք է։ Ուրեմն վեհապարն կարող է ասել, որ ես Վարշավեդ կհանդիպեմ միայն այն պայմանով, որ Վարշավեդի հրաժարական տա։ Ուրեմն երկուսն ընդունելի նախապայմաններ չեն։ Ես առաջարկում եմ, որ երկուքը միասին նստեն, առանց աղմուկի, առանց աշխարհի արժև առաջ խայդարակ լինելու, եւ իրար հետ զրուցեն եւ կան հանքնեն մի լուծումի։ Դա որ ես տեսնում եմ որպես հաջորդ կայլ։ Ամեն դեպքում ամենայն հայկական այսպես կոչված հանգստի ուղարկելու նախաձեռնությամբ հանդես եկող հոգևորականների թվում է նաև Հովնան arczepiskopos Տերտերյանը, որի վերաբերյալ իհարկե բազմաթիվ հրապարակումներ եղան այս օրերին դրանից առաջ էր։ Դուք առհասարակ նրա գործունեությունը համայնքին ինչ կերպ եք գնահատում եւ արդյոք ձեզ համար սպասելի էր, որ նա եւս կմիանա այս տիրադավների խմբին։ Ուրեմն ես էլ մի լուրջ հարց կա այստեղ, որտեվ երբ որ 10 Պարսասիջան հոգևորականները մի փաստաթուղթ ստուգեցին, բանջելով հրաժարականը վեապարին, բայց ավելի զարմանալին այն էր, որ այդ փաստաթուղթի մեջ նշում են, որ 1999-ի վեապարի ընտրությունը գերզված էր։ Հիմա շատ զարմանալի է էսի, որտեվ 27 տարի հետք ծառայելով եկեղեցու որպես առաջնորդ arczepiskopos եւ այսպեսի աշխարհի դարբեր կողմերից եւ 27 տարի ոչ մի ցանց չհանել եւ հիմա մի անգամ այս պայքարի ընթացքում այս հարցը բարձրացնել որ գերձված է իմ հարցումը հետեւյալն է ուր էիք մինչեւ հիմա ինչու այս մասին չեք խոսում եթե գերձված է առաջին օրվանից պետք է ասեիք եւ այդ 10-ից ես ստույգ իմանում եմ որ առնվազն մի քանի հատ իրենք էլ քվեարկել են ինեբաստ վեապարին ուրեմն արդյոք իրենք ասում են որ իրենց քվենալ գերձվել է ուրեմն դա շատ վադարողջ մի հայտարարություն է ինչ վերաբերում է Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդին ասեմ որ առաջնորդը իր բարդականությունները կատարել է լիովին չնդրքային տարի է առաջնորդ է 10-15 տարի տեգուս նախաբես Կանադայի առաջնորդներ եւ ովևէ հարց չի բարձրացրել վեապարի մասին ճիշտ ագարակը ինչ մասնակցել է բոլոր ժողովներին վեապարի հարկանքով վարվել է վեապարի հետ ինչ որ նյութական օժանդակություն պետք է աչմեզինին ինքը իր բաժինը բերել է
Միայն թե վերջին 1-2 տարիներին լսում էինք եւ տեսնում էինք որոշ դեպքեր, որ երբ որ Հայաստանի կառավարության ինչ որ տեսփանը գալիս էր, ինքը ընդունում էր նախին տեսփանի հետ մագուցին եւ ներկա տեսփանին Մգրչյանին եւ ճաշկերուտ էր տալիս, հյուրասիրություն էր տալիս, բادرակ էր անում, ժողովուրդը սկսավ մտածելու, որ արդյոք Հոմնան Սրբազան արդյոք ուրիշ նպատակ ունի, կարող է ինքը երազել, որ մի օր կարող է ինքը փոխարինել վեհապարին, այդպիսի խոսակցություններ կան, բայց Էդի ես ստրուկ չեմ իմանում, բայց այդ կասկածները կան, ժողովուրդը խոսում է այդ մասին, այդ կանը։ Բայց նորից, եթե ովևէ ինքը եւ մյուսները ովևէ հարցեր ունեին վեհապարի հետ, ունեին 27 տարի հարցը բարձրացնեին, բայց միջად իրենք վայելում էին իրենց աթոռները, իրենց թիրքերը, եպիսկոպոս, arczepiskopos, առաջնորդ, բոլոր տեսակի մենաշնորհներ որ ունեին, որպես գեղարական, փարսացիժան, հոգևորական այս շրջանին այլ շրջաններու եւ հիմա մի անգամից այս քաղաքական բայկարի ընթացքում իրենք սկսել են փոխել այդպիսի հարցերի մասին, որոնք եթե անգերձ էին, պետք է որ այս հարցերը բարձրացնեին 27 տարի առաջ։ Կամ արդյունավետ մի քանի տարի առաջ եւ ոչ թե այս թեժ օրերին։ Եվ նաև նրանցից շատերը դուք էլ ձեր խոսքում ըստ էության նշեցիք, հավատարմություն էին ժամանակին հայտնում վեհապար Հայրապետին, ավելին հանդես էին գալիս Նիկոլ Փաշինյանի քննադատությամբ, ասում էին Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը եւ այլն, հիշում ենք նրանցից շատերի հայտարարությունները եւ հիմա կարծիքներ կան, որ այս մարդիկ ուղղակի կոմպրոմատներով միացել են այս արշավին։ Նաև վեհապարին հանգստի են ուղարկում, բայց իրենք էլ իրենց վերաբերյալ էլ բազմաթիվ խոսակցություններ կան, բազմաթիվ մեղքերի մեջ են մեղադրվում, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից հենց։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ 1 ամիս առաջ էր խորհրդանում հայտնի Բենթլիի պատմությունը հիշեցնում, որը կապված է օրինակ Նավասարդ Կճոյանի հետ։ Այո, շատ ճիշտ է, ուրեմն անընդունելի եւ զարմանալի է, որ վարչապետը անդադ խոսում է, որ ինքը ուզում է բարեկարգել, բարեփոխել, բարելավել եկեղեցին, բայց ինչ որ հանցանքներ է գտել վեհապարի մասին, որ մինչև հիմա ովևէ փաստ չի ներկայացրել, բայց այդ մարդիկը, որ գերականներ, որ գողքին են, եթե չասեմ բոլորը առնվազն մի քանիսը ունեն շատ ավելի ծանր մեղքեր, ավելի թե օրինական, թե բարոյական խախտումներ, ուրեմն ոնց պիտի Փաշինյանը եկեղեցին բարելավե, եթե փոխարինելու է ներկա վեհապարին, այդպիսի գերականներով, որոնք շատ ավելի վատ անընդունելի անկարգաբահ գերականներ են, քան ինչ որ ունենք հիմա։ Ուրեմն նպատակը ուրիշ է, ոչ թե եկեղեցին բարելավել է, այլ իմ կարծիքով նպատակը հետևյալն է, հաջորդ տարվա հունիսի ընտրություններին տեսնում է, որ ինքը որոշ մարդիկ բուսակցություններ, գերականներ, եկեղեցի իրեն հագարակ են եւ չի ուզում ռիսկ վերցնել, որ ընդունելու կնայ այս մարդիկը իր դեմ բայկարեն, ուրեմն ինքը ուզում է վերացնել այդ բոլոր խոչընդոտները, ով որ լինի, քաղաքական մարդիկ, օպոզիցիա, գերական, որոշները արդեն փանդում են, որոշներ Բաշտոնեն հանում է, իսկանոք որ սպիրկահայեն չի թողնում որ Հայաստան այցելեն, ուզում է թաշը մաքրել, որովհետեւ ինքը շատ հեզասա վերընտրվի որպես վարչապետ։ Մյուս խոսույթը, որն ակտիվ շրջանառվում է Հայաստանի իշխանական շրջանակների կողմից, պարոն Սոսնյան, վերաբերում է Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Օրինակ, ձեզ մյուսներին, ովքեր հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի քննադատությամբ, ասում են ինչու է քննադատում Հայաստանի վարչապետին եւ այլն։ Դուք առհասարակ ինչ կերպ կպատասխանեք այս մարդկանց, ովքեր հիմնականում ասում են, որ Սփյուռք հայերը թող վերադառնան Հայաստան, նոր կարծիք հայտնեն Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին։ Ես լրիվ անիմաստ եմ գտնում այսպիսի խոսքեր եւ ասեմ մի քանի պատճառներ։ Մեկը այն է, որ Հայաստանը մեր բոլորին հայրենիքն է, անկախ այդպես թե որտեղ ենք ապրում, Ամերիկա, Եվրոպա, Չինաստան, թե լուսի մոլորակի վրա, բոլորս էլ հայ ենք, Հայաստանը մենք բոլորս ունենք մեկ հայրենիք, դա էլ Հայաստանն է։ Ուրեմն ամեն ինչ որ տեղի ունենում է Հայաստանում, մեզ առնչվում է անմիջապես։ Մեզ մեջ շատերը Սփյուռքում ապրում են, բայց քիչ ծերեք մտահոգվում են հայրենիքով,
փորձում են օգտակար լինել հումանիտար ծևով, գավայել ծևերով, ինվեստիցիա, այցելություններ եւ այլն։ Ուրեմն սխալ է ասել, որ դուք դուրս եք ապրում, բայց այդ մարդիկ, որ այդ խոսքը ասում են, իրենք ուրիշ նպատակ ունեն, որ գապ չունի թե մենք որտեղ ապրում ենք։ Իրենց շատ բարձ է, իրենց նպատակը հետեւյալն է, որ իրենք թշկող են, որ մենք քննադատում ենք Վարշավետին։ Եթե պատահեր որ մենք Վարշավետին կովասանքներ անեինք, իրենք երբեք չէին ասելու որ Արոն Սասունյան դուք իրավունք չունեք Վարշավետին կովասանք անելու, որտեղ դուք դուրս եք ապրում։ Իրենք շատ ուրախ կլինեին, եթե ես ասեի որ եւ իսկական օրինակ բդամ 2019-ին երբ որ Վարշավետը գնացել էր Ստրասբուրգ եւ ելույթ ունեցավ Եվրոխորհրդարանի առաջ եւ բավական լավ ելույթ էր եւ հետո հարցում պատասխանեց բավական լավ ծավալ ես էլ շատ անգերձորեն պետք է լավին լավ ասել վադին վատ ասել պետք է ամեն ինչին վատ ասել ես էլ մի հոդված գրել էի արտահայտվելով բավական կովասանքով որ շատ լավ ելույթ էր Վարշավետի ելույթը ուրեմն մի քանի օր ես տեսա որ Վարշավետը վերցրել էր իմ երկար վերլուծումը եւ դրել էր էջին վրա եւ մի հարաճապան գրել էր որ դեսեք Ամերիկայի ամենահեղինակավոր ժուրնալիստը ինչ գրել է իմ մասին ուրեմն երբ որ դրական մի բան ասում ես իրենք շատ ուրախ են չեն ասում որ դուք իրավունք չունեք ոչ էլ Վարշավետը չի ասել որ Սասունյանը սպիրկում ապրում է իրավունք չունի Էդի առաջին երկրորդը իմ բարակային եւ ինման կան որոշ շատեր մենք երկքաղաքացի ենք եւ որպես երկքաղաքացի նաեւ Հայաստանի քաղաքացի ենք անշուշտ եւ իրավունք ունենք խոսելու մեր երկրի մասին որ Հայաստանն է երրորդ պատճառը ուրեմն դեմոկրասի որ խոսում է Փաշինյանը քշեցրեք այդ մասին 7 տարի է դեմոկրասիի ամենադարական սկզբունքը խոսքի ազատությունն է Եթե խոսքի ազատություն չկա եւ եթե գարցիկ ես հայտնում եւ մարդիկ փորձում են քեզ լրացնել ասելով որ իրավունք չունես տուն գարցիկ հայտնելու ուրեմն դա խախտում է դեմոկրասիայի ժողովրդավարության սկզբունքը հետո նաեւ հետեւյալը ասեմ ես որպես մարդ արարած անհատ եւ որպես մանավանդ որպես ժուրնալիստ լրիվ իրավունք ունեմ իմ գարցիկը հայտնելու խոսքի ազատություն կա գարզիկի ազատություն կա ոչ մեկը իրավունք ունի կաշխատելու իմ գարզիկը անկախ թե որտեղ եմ ապրում եւ ինչ գարզիկ եմ հայտնում ուրեմն ոչ մեկը իրավունք չունի ինձ ասելու որ դու իրավունք չունես խոսալու կամ գրելու դա իրավունքն է ամեն մարդ նույն իրավունք ունի անկախ թե համաձայն ենք թե համաձայն չենք եւ վերջին պատասխանը հետեւյալն է ամեն օր մենք լուրերը նայում ենք տեսնում ենք լուրերը ասում են որ այսօր Չինաստանը Իսպանը պատահել է, Ուկրաինա Իսպանը պատահել է, Ռուսաստան եւ այլն եւ մենք նստած լուրերը նայում ենք եւ մեր գարցիկը հայտնում ենք իրար այս դեպքերի մասին Ոչ մեկը մեզ չի ասում որ դու Չինացի չես, Չինաստան չես ապրում, իրավունք չունես Չինաստանի մասին գարզիկ հայտնելու, շատ հանգիստ ամեն մարդ լսում է դա, բայց ինչ է պատճառը որ Չինաստանի մասին ես իրավունք ունեմ գարզիկ հայտնելու, բայց իմ հայրենիքի մասին, որ ավելի կարևոր է 1000 անգամ քան թե Չինաստանը, եւ որ հայրենիքի կա, իրավունք չունեմ հայրենիքի մասին գարզիկ հայտնելու։ Ես ավելի շատ իրավունք ունեմ հայրենիքի մասին գարզիկ հայտնելու, քան թե Չինաստանի մասին։ Ուրեմն այս մարդիկը թյուրիմացիան մեջ են, իրենց նպատակը ոչ թե մենք որտեղ ապրում ենք, այլ իրենք թշկող են, չեն ընդունում, որ մենք քննադատական խոսք ենք ասում Վարշավետի մասին։ Դեսա վերևից է գալիս։ Նիկոլ Փաշինյանը չի սիրում, որ իրենք քննադատում են։ Այո, որովհետև շփախտապար հետեւյալն է հարցը, խնդրումը, թե դեմոկրատիայի մասին խոսում է, բայց տեսնում եք, որ ինքը չափազանց անհանդուրժող մարդ է։ Որևէ մեկը որ համաձայն չէ իր խոսքերին, ինքը այդ մարդիկը նկատում է որպես իր ճշնամի, անձնական ճշնամի, եւ ուզում է ամեն ինչ անել, որ այդ մարդոց գործանի, չախշախի, բանդարգի, հերասանի պաշտոններից եւ այլն։ Ուրեմն չի կարելի այդպես ներմիտ լինել, որ չհանդուրժես, որ թիմացինը մի դարբեր գարձիկ ունենա։ Բոլորս էլ մարդենք մեր դարբեր գարձիկներ ունենք, պետք է մեր գարձիկները հայտնենք, այնքան որ հարկանքով հայտնում ենք։ Հիմա օրինակ ես ոչ մի լկտի բարաբաշակ չեմ օգտագործում իմ վերլուծումի մեջ, բարձրապես վերլուծում եմ ինչ որ արվում է եւ հայտնում եմ իմ անհամաձայնությունը։ Վարշավետն էլ պետք է սովորի որ երբ որ մեկը մի բան է ասում որ իրեն
դուրս գալիս, պետք է դա ընդունի որպես այդ մարդու ազատ կարծիքը եւ ոչ որպես ճշնամի։ Կարծիք հայտնելը ճշնամություն չի նշանակում։ Պարոն Սասունյան, անցնենք այլ թեմաների, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թվարկելով այն կոնֆլիկտները, որոնք 2026 թվականին լուծվել են ԱՄՆ միջնորդությամբ, հիշատակել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը, ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել սարսափելի հետևանքներով։ Միացյալ Նահանգները, սակայն, ինչպես Մարկո Ռուբիոն է պնդում, կարգավորել է այս հակամարտությունը եւս։ Արդյոք այս արևմտյան Ադրբեջանի խոսույթը հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ այս կեղծ դատավարությունները կոնֆլիկտի կարգավորման ցուցիչ են կամ Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան, արցախցիների խնդրի չկարգավորված լինելը։ Այսպիսի պայմաններում կարող ենք խոսել կոնֆլիկտի հակամարտության կարգավորված լինելու մասին։ Ուրեմն նախքան այդ մանրամասներու մեջ մտնելու, ընդհանուր մի բան ասեմ, Մարկո Ռուբիոյի փուն իսկական նպատակը ոչ թե խաղաղության պատերազմի մասին խոսել է, ինքը լրիվ ուրիշ նպատակ ունի։ Իր նպատակն է, որ քանի որ տեսնում է Թրամփը, անընդհատ նախագահ Թրամփը անընդհատ խոսում է, որ ինքը 9 ամսում կանգնեցրել է 8 տարբեր երկրների պատերազմներ եւ դա իրեն շատ թյուր է գալիս եւ հետո ինքը ասում է, որ ես պետք է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանամ, ուրեմն այսինքն ընդհանրապես այդ մրցանակը դալիս են այդպիսի մարդոց, որ լավ բացառիկ գործեր արել են եւ ոչ թե մարդիկ, որ անընդհատ քչերցրեք բանջում են, որ մրցանակը ստանան, ինչպես բարական Թրամփին, քանի որ Ռուբիոն Թրամփին լավ է ճանաչում, նախկինում էլ իր հագարագործ եղել է նախկինություններին, իրեն շատ լավ է ճանաչում, որովհետեւ Թրամփը Ռուբիոյի մասին շատ վատ բաներ է ասել ժողովրդի առաջ անցյալին։ Ռուբիոն իմանալով, որ Թրամփը այդքան ինքնահավան մարդ է եւ ինքն էլ չի սիրում, որ ոյ մեկը հագաջարի իրեն, Ռուբիոն խելամտորեն կողոսանք է անում Թրամփին, ասելով Թրամփը այսպիսի երկրների մեջ խաղաղություն բերեց, գապ չունի թե խաղաղություն կա թե չկա։ Այդ մի քանի երկրներ, որ ինքը նշում է, օրինակ Կամբոդիա եւ Թայլանդ, որ խաղաղություն բերել է, մինչեւ այսօր դակավին գրագում են իրար վրա, ոչ մի խաղաղություն չկա։ Հիմա ես նաեւ հիշում եմ 2020-ի պատերազմեն առաջ պետքարտուղարության մի խոսնակ, երբ որ կոնգրեսում ելույթ էր ունենում, զեկույց էր տալիս, ասաց, որ մենք չենք թողնելու, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի։ Բայց մի 15 օր հետո արդեն հարձակումը տեղի ունեցավ։ Հիմա նույն ճակատագրին կարող է արժանանա Ռուբիոն, եւ Թրամփը, եւ ուրիշներ, ասել, որ ասում են, չէ, խաղաղություն կա, եւ Փաշինյանը պիտի նաեւ խայդարագվի, որտեղ բոլոր մարդիկ ասում են, խաղաղություն կա, խաղաղություն բերել եմ, պատերազմ չի լինելու, զինվորների ժամկետները ծառայության գրջադում են, որտեղ պետք չկա, որտեղ խաղաղություն է, պետք չունենք այդքան զինվորների եւ այս ինչ պիտի անեն այս մարդիկը, ոնց որ բադայած նախկինում 2020-ին, եթե մի օր Ալիևը հարձակվի Հայաստանի վրա եւ այս բոլոր մարդիկ, որ ասում են խաղաղություն, ինչ պիտի ասեն, համարաբար պիտի լրեն իրենց ամաչեն եւ փնչասեն, որովհետեւ խաղաղություն չկա, տեսնում ենք, Ալիևը անընդհատ սպառնալիքներ է անում եւ անընդհատ զիջումներ է բանջում։ Այդ 300,000 ազերիները, որ պետք է անպայման Հայաստան վերադառնան, Հայաստանի հողատարածքի վրա նստել է 21 թվականից ի վեր եւ դուրս չի գալիս, մեր բադանտները քերիները փանդարգվում են Բաքվում, անարտար դատավարություն է լինում իրենց դեմ եւ սահմանությունը պետք է փոխի Հայաստանը եւ այլն, այսինքն այսպիսի խոսույթ ունեցող մի մարդ երբեք դպավորություն չի տալիս, որ ինքը պատրաստ է խաղաղ ապրելու իր հարևան երկրի հետ։ Ճիշտ հակառակ է, եւ խնդրեմն այն է, որ ամեն անգամ որ Փաշինյանը իր մեկ բանջին մի բան զիջի այո ասի, Ալիևը նոր բանջներ է սեղանի վրա տանում։ Սին անverջ, երբ որ այսպեսի Ալիևին մի մարդու, երբ որ այո ասես եւ համաձայնվես իր բանջին, Էդի ինքը երբեք չի ասել, որ լավ, այսքան ստացա բավարար է, ավելի չեմ ուզում, ինքը տեսնում է, որ դու զիջում ես, ինքը ավելի բանջներ է ներկայացնում, որտեղ տեսնում է, որ ինչ որ բանջի թիմացինը այո է ասում։ Եվ բաժար չկա, որ ինքը գանք առնի ովը միտեղ, որտեղ վաղը եթե սահմանությունը փոխեն, հիմա ասել եմ մի ուրիշ բան եմ ուզում։
պետք է ձեր զինանշանի վրայից Արարատը հանեք, ձեր հիմնից այս բարերը փոխեք եւ այլն, այսինքն անընդհատ զիջումները բանջելու եւ խաղաղություն չկա, իսկ ինչ վերաբերում է խաղաղության այդ բանակցություններին, որ մի քանի տարի է դեղի ունենում, եւ Փաշինյան անընդհատ խոսում է, որ ես խաղաղություն բերել եմ, ինքն է ասում, ոչ միայն Ալիևը, ուրեմն բայց բացահայտ սուդեն է, որ Տաշնակիրը դակավին չի սուակրվել, ոնց խաղաղություն բերել է, երբ որ Տաշնակիրը չի սուակրվել, ուրեմն Տաշնակիր չկա խաղաղության եւ ոչ մեկը չի իմանում, թե երբ լինելու է Տաշնակիրը, առավել նույնիսկ եթե մի օր Ալիևը սուակրի այդ փաստաթուղթը Տաշնակիրը, Էդի Ալիևը մար թղթի մի գդոր է, կարող է սուակրել եւ հաջորդ օրը հարձակվել Հայաստանի վրա։ Եվ Ալիևը շատ լավ իմանում է, որ ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ մի այլ երկիր չեն միջամտելու, չեն կանգնեցնելու ազերբայջանական հարձակումները եւ միան խոսքով դերևս մի փոքր փող հայտնեն հուսամ չեն ասի ինչ որ ասում են դարիները ի վեր որ երկու կողմներն էլ հանցավոր են, երկու կողմներն իրար վրա գրագել են, դեպի խոսքեր ասում էին անիմաստ, բայց նույնիսկ եթե քննադատեն Ալիևին, Ալիևը շատ լավ իմանում է, որ մարդիկ միան իր թեմ խոսելու են, բայց ոչ մի բան չեն անելու, Ալիևը մի խոսք ունի, որ անընդհատ գրտնում է, որ հետեւյալն է իր խոսքը, ով ինչ ուզում է թող ասի, ես անելու եմ ինչ որ ես ուզում եմ անել։ Ինքը էդի շատ վստահորեն ասում է։ Պարոն Սասունյան, իդեպ, քանի որ Ալիևի հայտարարություններին անդրադարձակ, նա հերթական անգամ կրկնել է, որ որոշ երկրներ Հայաստանին միլիարդավոր դոլարների անվճար զենք էին նախկինում տրամադրում, չնայած Փաշինյանի հայտարարություններին, թե նախկինում մենք զենք չենք ունեցել, 80-ականների զենքերով ենք կռվել եւ այլն, այսինքն Հայաստանի իշխանությունների այս քարոզչությունը զուտ ներքին լսարանի համար է։ Ոչ միայն ներքին լսարանի, այլ գերզավորություն է, որ իսկության մեջ Ալիևը, որ միլիարդավոր դոլարի պետրոլ ծախում է աշխարհում մեկ, միլիարդավոր դոլարի միան Իսրայելից կնել է 5 միլիարդ դոլարի ամենաարդիական հրթիռները, զենքերը եւ Ռուսաստանից միլիարդներով դոլար կնել է եւ Չեխիայից եւ ուրիշ տեղերից, ուրեմն ինքը խոսելու դեղ չունի, ովևէ բաժար չունի ինքը խոսելու, որտեղ ինքն է որ այդ միլիարդները ծախսել է մինչեւ ադամները զինվելու համար եւ դեսանք 2020-ի պատերազմի արդյունքը եւ 2023-ի հարձակման արդյունքը բայց ինքը անընդհատ քննադատում է Հայաստանին, Փաշինյանին, բայց նաեւ այստեղ մի ուրիշ հետաքրքիր բան կա, երբ որ Ալիևը քննադատում է Փաշինյանին, գիտեք թուրքերեն ինքը մի բառ է անընդհատ գրտնում, նե oldu Փաշինյան, ինչ եղավ Փաշինյան, այսպես ծիծաղելով Փաշինյանի վրա, ուրեմն երբ որ Ալիևը քննադատում է Փաշինյանին, Փաշինյանը երբեք չի հագաթարցում, չի քննադատում Ալիևին, բայց ովևէ մի հայ Հայաստանում որ ապրում է, իրեն մի քննադան խոսք ասի, ամենջապես ցերպակալում են, ասֆալտին են գծնում, փանդարգում են, թադում են եւ այլն։ Այսինքն Փաշինյանը ավելի մեծ թշնամություն ունի հայ ժողովրդի հանդեպ, քան թե մեր իսկական թշնամիների հանդեպ։ Եվ եթե ամփոփենք պարոն Սասունյան, դուք Հայաստանում ստեղծված իրավիճակից որևէ ելք տեսնում եք, հատկապես այն պայմաններում, որ ԵՄ-ից էլ հայտարարեցին, որ աջակցելու են Հայաստանի իշխանություններին ըստ էության, քանի որ նրանք դիմել են խնդրանքով, այս Ռուսաստանը իբր հիբրիդային պատերազմ է իրականացնում եւ ԵՄ-ն պետք է աջակցի, այսինքն մոլդովական սցենարի կրկնություն է լինելու եւ դրա մասին բացահայտ հայտարարում։ Ուրեմն թե եվրոպացիները եւ թե ամերիկացիները իրենք շատ գոհ են Փաշինյանով, ինչի համար, որտեղ Փաշինյանը անում է ամեն ինչ, որ իրենք պահանջում են, Փաշինյանը անում է բոլոր զիջումները եւ ամենամեծ վախը, որ ունեն թե եվրոպացիները, թե ամերիկացիները, թե Ալիևը, թե Էրդողանը, որ չլինի, որ Փաշինյանը Պաշտոնից դուրս գա, որովհետեւ Պաշտոնից դուրս գա, հաջորդ ղեկավարը որ կա կարող է հայրենասեր մարդ լինի, Հայաստանի շահերը պաշտպանի եւ իրենց բոլոր ծրագրերը ճուրը կընկնեն։ Ուրեմն այնքան է որ Փաշինյանը այո է ասում բոլորին, բոլորն շատ գոհ են եւ ավելին ասեմ, ամերիկան որ քիշեր ցերեկ տասնամյակները ի վեր, ոչ միայն Հայաստանի մասին, այլ բոլոր երկրների մասին, անդադ խոսում է մարդկային իրավունքների մասին, խաղաղություն, արդարություն, հաշտ կյանք, խաղաղ կյանք եւ այլն, բայց ամերիկան ինքը
չի օգտագործում այդ բոլոր գեղեցիկ խոսքերը, որ ինքը գրտնում է, որտեղ ինքը որպես միան խոսք ասում է, բայց չի գիրառում այդ խոսքերը, ուրեմն հետևյալն է տարբերությունը։ Որևէ երկիր, որ Ամերիկայի հագարակ է, օրինակ Իրանը, որևէ ադեն որ Իրանի մեջ կառավարությունը ցերպակալի մի մարդու, այլախոհ մարդու, Ամերիկան, Եվրոպան մեծ աղմուկ են բարձրացնում, որ մարդկային իրավունքները խախտվել են։ Բայց եթե բադայի որ մի այլ երկիր, որ Ամերիկայի ասածը անում է, հետևում է հլուվնազանդ Ամերիկային, եւ միաժամանակ խախտում է ամեն տեսակի մարդկային իրավունքներ, փանդարգում է ամեն մարդոց, փանդարգում է ժուրնալիստներին, ինչպես որ Թուրքիան անում է եւ արել է հազարավոր այդպիսի մարդոց, Ամերիկայից մեկ բառ չկա այդ խախտումների մասին։ Ուրեմն այդ բոլոր լոզունգները, խաղաղություն, արտարություն, մարդկային իրավունք եւ այլն, դա փուչ խոսքեր են, որ Ամերիկան դա օգտագործում է միան իր թշնամիներին կնատադելու համար եւ ոչ թե իր դաշնակիցներին, որոնք շատ ավելի մեծ խախտումներ են անում, քան թե իր թշնամիները։ Դժբախտաբար միակ աշխարհում որ միակ բանը որ կարևոր է այս ժամանակաշրջանին, այն դեր ուժն է։ Եթե ուժը ունես, բոլորին գլխին կխփես եւ ոչ մեկը չի կարող ցայն անել կոթեմ։ Բայց եթե ուժը չունես, փոքր թույլ դգար երկիր ես, մեծ երկիրները որ ավելի մեծ ուժ ունեն, ինչ որ ուզեն կանենան քո հետ եւ դու պետք է հրունազան այո ասես եւ նստես կոդել։ Եվ լուծումների մասով Հայաստանում արկա իրավիճակից, այսինքն գնդակը հայ ժողովրդի դաշտում է ընտրություններին մասնակցել եւ այդպիսով իշխանափոխություն իրականացնել, թե հաշվի առնելով ԵՄ-ի աջակցությունը դա էլ նույնիսկ բավարար չի լինի։ Ուրեմն դժբախտաբար նախքան Եվրոպական միության կամ Ամերիկայի մասին խոսենք մեր ժողովրդի մասին։ Մեր ժողովուրդը շատ լուր է, լրելիային է եւ փողոց չի իջնում, 100,000-ներով չի փողոքում այդ բոլոր անարտարություններին, ցերպակալությունների մասին, նույնիսկ եկեղեցու թեմ այդ հարցակումների մասին եւ գուլ են տալիս այս բոլորը եւ Փաշինյանը շատ ուրախ է, անընդհատ ժողովրդին ասում է, որ դուք խաղաղ հանգիստ կյանք կապրեք, գերեք, խմեք, քեֆ արեք, մի մտածեք ուրիշ բաներով եւ ժողովուրդը այդպես էլ ապրում է։ Ուրեմն ժողովուրդը պետք է վերջապես արթնանա, նախքան որ մենք ամեն ինչ գործենք որպես պետություն։ Դա մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերում է օպոզիցիային, օպոզիցիան բաժան է 30-40 գուսակցություններ, ամեն մեկ ունեն 1% կամ 0.5%, 40% ռեյտինգ եւ երբեք չեն մտածում միանալ իրար հետ։ Եթե միանան, իրենք կգազմեն 30% Փաշինյանի 12%-ի դիմաց։ Եվ եթե միանան բոլորը միասին, ըստույք իրենք կհաջողվեն հաջորդ տարվա անություններին։ Բայց եթե շարունակեն մնալ ամիապան 1%-ներով, 0.5%-ներով, Փաշինյանը նորից ընտրվելու է։ Եվրոպական միությունից մտահոգվել է առաջ, պետք է մենք մտահոգենք մեր մասին, մեր օպոզիցիայի մասին եւ մեր ժողովրդի մասին։ Պարոն Սասունյան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ամենայն սիրով, բարի օր ձեզ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։